Ողջույն, ողջույն։ Բուն TV եթերում սպորտ ոդքասթ Թեթանոսի հետի հերթական եթերն է եւ ոդքասթների մեր տաղավարում կաշխատի այս եթերի ընթացքում Գևորգ Ղազարյանը հատուկ ձեզ համար պատրաստել եմ լիքը հետաքրքիր նորություններ աշխարհի տարբեր ծայրերից։ Մի փոքր կփորձեմ հակիրճ գտնվել, հիմնականում լինելու են ֆուտբոլային թեմաներ, գերակայելու է ֆուտբոլը Եվ ամեն մի առաջնության մրցաշարի եւ հանդիպման մասին կփորձեմ ինչ-որ ժամանակ հատկացնել, բայց եւ ամենաէական եւ նշանակություն ունեցող դետալները մենք կփորձենք բաց չթողնել եւ ամենաառաջին հերթին պետք է ասեմ, որ սկսելու ենք Հայաստանի առաջնությունից, գավաթի խաղարկությունից, հայկական ֆուտբոլի առանձնահատուկ կարևորություն ներկայացնող մի քանի իրադարձության մասին ենք խոսելու, այդ թվով եւ առաջին խմբի չեմպիոնի Սարդարապատի մասին։ Կարճ ասած, բավական հագեցած եթեր է լինելու, այնպես որ հարմարավետ տեղավորվեք, ինչպես ասում են, կապույտ էկրանների առջև, քանի որ մենք խոսելու ենք հայկական սպորտի եւ ոչ միայն համաշխարհային ֆուտբոլի ամենահետաքրքիր իրադարձությունների մասին։ Դե ինչ մայիսը արդեն կես ճանապարհը անցել է եւ մի շարք էական նշանակություն ունեցող աղյուսակի մրցաշարային տեսանկյունից, ինչպես նաեւ պատասխանների, դրված հարցերի մրցաշարի տարբեր մրցաշարերի ամբողջ մրցաշրջանի կտրվածքով դրված բազմաթիվ հարցեր ստացել են պատասխաններ։ Շատ անհայտներ եւս կան, առկա են եւ այդ X-երը ինչ որ կոնկրետ թվով լրացնելու ժամանակաշրջանն է եկել եւ ճիշտ կլինի, որ սկսենք կարևորության տես սանդղակ մշակենք, չնայած չթվա թե անկարևորից եմ ցանկանում սկսել, ոչ, այստեղ կարևորության այն տեսանկյունից, որ փորձեմ բացատրել։ Օրինակ առաջին խմբում չեմպիոնը հայտնի դարձավ եւ շատ էական չեմպիոնական խաղ ստացվեց Հայաստանի կրկնում եմ առաջին խմբում Սարդարապատը սեփական արկի տակ ընդունել էր Սյունիքին։ Կթվա թե փորձում եմ նսեմացնել առաջին խմբի առաջնության կարևորությունը, բայց չէ, եկեք ճիշտ ընկալենք, առաջին խմբի հաղթողը գալու է Fastex Premier League-ը եւ այդ գրադացիան հիերարխիան պահելու տեսանկյունից եմ, այս կարևոր անկարևորի սանդղակը մտցնում։ Դա որևէ կերպ չի նսեմացնում նշանակությունը։ Ինչու է առաջին խմբի չեմպիոնական այս տարվա մրցավազքը այս աստիճան, օրինակ իմ համար ոչ թե կարևոր, այլ հետաքրքիր այն աստիճան, որ կարծում եմ արժանի է եթերի ընթացքում բավական լուրջ ժամանակահատվածի։ Նախ որովհետև նույն Սարդարապատ ֆուտբոլային ակումբը այն աստիճան հետաքրքիր ու կազմակերպված էր մոտեցել այս մրցաշարին, առասարակ իր գործունեությանը, որ մի տեսակ մեկ տարվա ընթացքում կարողացավ ինքը որպես առանձին մեկ ակումբ մի ամբողջ լիգայի նկատմամբ որոշակի փոքրիկ, բայց հետաքրքրություն առաջացնել։ Եթե նախկինում Հայաստանի առաջին խմբի առաջնության առանձին խաղերի մասին խոսեին, ոնց ասեմ, կիսահեգնական, առանց լուրջ նշանակություն տալու, ապա այս տարի այդպես չէ առասարակ։ Պատկերացրեք Սարդարապատը իր շուրջ ստեղծել էր մի այնպիսի ինֆորմացիոն դաշտ, որը նպաստել էր, որ անգամ մյուս ակումբները սկսեին երևալ։ Ինչ խոսք այստեղ առանձին նպաստ ունի նաև Անդրանիկ ֆուտբոլային ակումբը։ Ինչու, որովհետև նրանք հասան մինչև Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, բավական պատվով հանդես եկան։ Իդեպ դա այն դեպքում, երբ որ առաջին խմբում նրանք առաջատար հորիզոնականներում չեն եղել եւ հիմա էլ առաջին երյակում չեն։ Կարճ ասած, բազմաթիվ գործոններ կային, որոնք որ նպաստեցին առաջին խմբի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը։ Ինչպես այն կփորձի թրծել եւ ինչ որ մի բան ստանալ ֆուտբոլի ֆեդերացիան, դժվարանում եմ ասել, որովհետեւ միշտ ընկալումը թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի առաջին խումբը բավական հեղեղուկ է։ Ես սահուն անցնեմ արդյունքին, շատ կարևոր հանդիպում էր առաջատարների միջև ակումբի, որը երկար ժամանակ պայքարել է առաջին խմբի առաջատարության ու չեմպիոնության համար, խոսքը Սյունիքի մասին է, այդպես էլ դա նրանց չհաջողվեց նախկին եւ ներկա մարզիչների
գլխավորությամբ տարիներ առաջ երկու մրցաշրջան առաջ նրանք զիջեցին չեմպիոնական տիտղոս առաջին խմբում Գանձասարին, Գանձասարը հիմա էլ մեր Fastech Premier League-ի հիմնական հերոսներից մեկն է, այս տարի կարելի ասել նրա մոտ շատ բան ստացվեց, բաներ կա, որ չստացվեց, իսկ արդեն ընթացիկ մրցաշրջանը, որը առաջին խմբում ավարտվեց, կրկին Սյունիքին հաջողություն չբերեց։ Էական ինչ գործոններ կա, որ ես ցանկանում եմ աչքի անցկացնել, ընդգծել, դա թերևս այն է, ինչի մասին մենք խոսեցինք, հա։ Սարդարապատը շատ կազմակերպված էր մոտեցել ամբողջ մրցաշրջանին, սոցիալական մեդիայում, կազմակերպչական տեսանկյունից, նրանք իրենց հանդիպումները նվազագույնը այն աստիճան լրջությամբ էին մոտենում, որ կարելի ասել այդ մակարդակը կիրառվում ու գործում է նաև Պրեմիեր Լիգայի ակումբների շրջանում։ Կարելի ասել Սարդարապատի հանդիպումները առաջին խմբում եղել են արժանի կոչվելու համարժեք Պրեմիեր Լիգայի մակարդակին, համեմատվելու եւ դասվելու նույն շարքին։ Եվ 29-րդ տուրի հերթական այս հանդիպումը երկու առաջատար ակումբների միջև լրացուցիչ հետաքրքրություն էր ստացել, քանի որ Սարդարապատը եթե Արմավիրում կարողանար սեփական արկի տակ հաղթանակ տոնել, ապա կհռչակվեր չեմպիոն։ Այդպես էլ տեղի ունեցավ, Համլետ Մինասյանը եւ Լևոն Վարդանյանը դարձան մեկական գոլի հեղինակ, ապա առաջին խաղակեսի արդեն ավելացված րոպեների ընթացքում Ժոաո Մենդեսը լեգիոնականը Սյունիքի կրճատեց հաշվի տարբերությունը, բայց առավել անել սյունեցիներին չհաջողվեց, նրանք պարտություն են կրում, կրքերն էլ բավական թեժացան հանդիպման վերջնամասում, իսկական ֆուտբոլ էր արժանի երկու ակումբների կողմից կոչվելու մեր Պրեմիեր Լիգային արժանի հանդիպում անվանել այդ դիմակայությունը եւս մեկ դրվատանքի խոսքեր էլ այն է, որ սա ռեգիոնների միջև երկու ակումբների միջև պայքար էր, արդյունքում այն ավարտվեց Արմավիրը ներկայացնող մարզի ակումբի հաղթանակով եւ արդեն այս թիմին միանշանակ մենք կտեսնենք գալիք Պրեմիեր Լիգայի հերթական մրցաշրջանի խաղարկությունում։ Այդ կապակցությամբ Սարդարապատին շնորհավորում ենք։ Հիմա արդեն պետք է խոսենք Fastech Premier League-ի մասին, բայց ոչ թե անցկացված հանդիպումների, այլ ավելի շատ թե ինչ է սպասվում մեր առաջնությանը կազմակերպչական տեսանկյունից։ Այդ առումով դեռևս վերջնական որոշում կայացված չէ։ Բազմաթիվ են քննարկումները, շատ է խոսվել այդ մասին, այդ թվում եւ մենք մեր տաղավարում, մեր թողարկումների ընթացքում ենք խոսել, ինչն է ճիշտ մեր պարագայում, ինչն է սխալ, ինչ պետք է անեն, որ առաջնությունը նախ եւ առաջ հետաքրքրանա, բայց եւ չտուժի այն մրցակցային ֆոնը, որը արդեն վերջին մի քանի տարիների ընթացքում արկա է։ Ինչ եմ կարծում ես, ճիշտ ասած երկար ժամանակ քննարկվել ու խոսվել է նաև տարիներ առաջ ռազմավարության, ՀՖՖ ռազմավարության մեջ նշված էր, որ պետք է մի քանի մրցաշրջանի ընթացքում ակումբների քանակը բերել հասցնել 12-ի։ Ճիշտ ասած ես օրինակ կարծում եմ, որ մեր առաջնությունը եւ հայկական ֆուտբոլը ինքն իրանով պատրաստ չէ 12 թիմանի առաջնություն դառնալու, վերածվելու։ Ինչու՞, լիգան այդքան մեծ չէ եւ իրապես պրոֆեսիոնալ ակումբների քանակը այդքան շատ չէ։ Ոչ մեկին ոչ ցանկանում եմ վիրավորել, ոչ էլ ցանկանում եմ թերագնահատել նրանց արած աշխատանքը, բայց բոլորս էլ գիտենք, որ շատ ակումբներ նրանք էլ դա չեն թաքցնում, հաճախ նմանատիպ լուրեր հայտնվում են մեդիա դաշտում, որ այս կամ այն թիմը ունի ֆինանսական խնդիրներ, սեփականատերը կարծիք չունի արդեն իսկ չունի մրցաշրջանի ընթացքում չունի թե ինչ է լինելու եւ ինչ է դառնալու ակումբի ճակատագիրը։ Հարցերը օդից կախված են, բազմաթիվ ֆուտբոլիստներ պարբերաբար հայտնում են մեդիա դաշտում, որ իրենց ֆինանսական հարցերը մնում են բաց, մի քանի ամիս աշխատավարձ չեն ստացել։ Նման кейսեր շատ են լինում, ես չեմ խոսում հենց հիմական նմանները, բայց նմանները շատ են լինում եւ այդ քաոսային գործոնը ստիպում է մեզ մտածել արդյոք իմաստ կա լիգան 10 թիմից դարձնելու 12։ Իր հերթին առաջին խմբի առաջնության մասնակիցները իրենց շատ ապահովագրված են զգում։ Այսինքն նրանք հասկանում են, որ առաջին լիգան դա վերջինն է, ըստ այդմ նրանք
վատագույն դեպքում ոչ մի տեղ չեն անհետանալու, նրանք մնալու են այդտեղ։ Եվ այս դեպքում կարևորագույն իմաստ է ստանում երկրորդ խմբի ձևավորումը։ Իրապես կիսապրոֆեսիոնալ, նաև պրոֆեսիոնալ, եկեք անվանենք ակումբների մասնակցությամբ երկրորդ խմբի ձևավորումը, ուր կհայտնվեն առաջին խմբի վատ արդյունք դրսևորած 1 կամ 2 թիմ։ Ինչն է կարևոր այս մրցաշրջանի տեսանկյունից, որ թմերը բավական շատ էին անկախ թիմերը, ոչ թե երկրորդ թիմերը, հա, պայմանականորեն Փյունիկի երկրորդ թիմը, Ուրարտուի, Արարատ Արմենիայի եւ այլն, այսպես շարունակ բաղկացուցիչ մաս են կազմել այս պայքարում եւ իր հերթին պետք է ընդգծել, որ մրցաշարային աղյուսակի վերնամասում ավելի շատ եղել են հենց այդ անկախ ինքնուրույն թիմերը, այլ ոչ թե դուստր թիմերը։ Պարզապես օրինակ մրցաշարային աղյուսակում, որպեսզի ընկալեք ինչ իրավիճակ է, Սյունիքը երկրորդ տեղի համար պայքարում փաստացի միակ վերնամասում գտնվող երկրորդ թիմի հետ է մրցակցում ԲԿՄ2-ի։ Իսկ Սարդարապատը առաջինն է, ինչպես նշեցինք, Սյունիքը 3-րդը, Հայքը 4-րդը, Անդրանիկը 5-րդը եւ նոր միայն գալիս է Արարատի երկրորդ թիմը 6-րդ տեղում, ապա Փյունիկը եւ դրանից հետո արդեն Արարատի Արաքս, Ուրարտու 2, Բենտոնիտ, Միկա, կարճ ասած բաշխվածության այս տեսանկյունը, եթե մենք քննարկում ենք, ապա տեսնում ենք վերնամասում անկախ թիմերի, որոնցից շատերը, եթե ոչ այս մրցաշրջանում, ապա գալիքներում փորձելու են մրցակցությունը ապահովել, ինչպես նաեւ վիճարկել օրինակ գալիք մրցաշրջանում առաջին հորիզոնականը եւ իրենց տեղը արդեն Fastex Premier League-ում կամ այնպես թե ինչպես կանվանվի գալիք մրցաշրջանում տիտղոսային հովանավոր կունենա, թե չէ։ Սա էր այն ամենաեականը, որը կցանկանայի ընդգծել առաջին խմբի եւ այդ անցման գործոնին, եթե անդրադառնում ենք։ Ինչու մեզ պետք չէ ավելի մեծ լիգա այդ տեսանկյունից։ Ես մի գործոնը, կոմպոնենտը իմ պատկերացման ես բացահայտեցի, բայց դրանից զատ պետք է ասել, որ ես իրապես կցանկանայի ակումբները ընկալեին, որ եթե վատ ես հանդես գալիս եւ չես մրցակցում, չես զարգանում որպես ակումբ, պետք է լքես պայքարը։ Ցավոք սրտի այնպես է դասավորվել, որ երկու լեգենդար ակումբներ այս մրցաշրջանում պարզապես մահվան կռիվ էին մղում վերջին 2 տեղերի համար, Արարատը, Երևանի եւ Գյումրիի Շիրակը։ Հրաժեշտ տալ նրանց, այո, ճիշտ չէ, ցավալի է։ Թողնել այդ կերպ, դա նշանակում է համակերպվել այն մտքի հետ, որ այս ակումբները շարունակաբար արդեն մնալու են այն վիճակում, որում որ հիմա են, իսկ մեզ պետք է, որ լիգան եւ թե նրանք առանց այդ ակումբների անհնար է պատկերացնել Հայաստանի առաջնություն։ Անկամ ընդամենը 1 մրցաշրջան, անգամ եթե նրանք գնան պայմանով, որ գալիք մրցաշրջանում թևեր կառնեն եւ նորից կվերադառնան։ Ես մեր ֆուտբոլը առանց ավանդույթներ ունեցող ակումբների չեմ պատկերացնում, եթե ճիշտն ասեմ։ Բայց խնդիրը տեսնել ու լուծում չտալ այդ ամենին, դա էլ իր հերթին ճիշտ չէ։ Իսկ ո՞րն է լուծումը։ Իսկ ո՞րն է լուծումը։ Արդյոք դա պարզապես թիմերին թույլ տալն է ավելանալ, կցվել Պրեմիեր լիգային, դառնալ 11-12։ Կանոնակարգը ասում է, որ պետք է 1 թիմ գնա, 1 թիմ գա։ Արդյոք ճիշտ է կենտ թվով առաջնություն վերսկսել, հա, 11 թվով, որը լրացուցիչ խնդիր է առաջացնում, հա, ամեն մի տուր մի թիմ բացակայելու է խաղի տեսանկյունից։ Իր հերթին այս մրցաշրջանում եւ նախորդ մրցաշրջաններում գոյություն ունեցած մեկ այլ խնդիր՝ օրացույցային պլանի բացակայությունը։ Ամեն նորմալ իրան հարգող երկրում մրցաշրջանի առաջին իսկ օրերին հայտարարվում է եւ դու գիտես, որ եթե 2026 թվականն է, 2027 թվականի մարտի 21-ին դու ունես խաղ։ Դու ունես ապրիլի 4-ին։ Կրկնում եմ, 26 թվականին հաստատվեց առաջնությունը, մեկնարկը տրվեց, 27-ի գարուն դու գիտես ում հետ ես խաղում։
այո, այդտեղ շիֆթեր, տեղափոխություններ տեղի են ունենում, բայց եթե դա քննարկվում է Ց պահանջը, հիմնավորվում է, հասկանում են, որ ինչ որ մի բան այն չէ, վերադասավորումներ լինում է։ Բայց գոնե նախնական օրացույց ստեղծվում է։ Լավ, եթե մենք չենք կարող այդ տարբերակով, գոնե եկեք կիսամյակային այդպես գնանք։ Գոնե մրցաշրջանի սկզբում հաստատենք մինչև տարվա վերջ օրացույցը, որպեսզի ակումբները հասկանան, ահա այն խիտ գրաֆիկը, որ կա, ահա այն խաղային պլանը, որ մենք ունենք օրացույցի ընթացքում, եթե ինչ որ ակումբ հայտնում է Եվրագավաթներում այս կամ այն հանդիպումը կխնդրենք հետաձգել, բայց մենք գիտենք, որ այս օրերին խաղեր կան։ Հավատացնում եմ, դա նաև այն պատճառներից մեկն է, որ որոշ ակումբներ չեն իրականացնում, նպատակահարմար չեն գտնում տոմսերի վաճառք իրականացնել կանոնակարգված, որովհետև դա ենթադրում է ակցիաներ, դա ենթարկում է կանոնակարգվածություն, երբ դու գիտես քո վաղվա օրվա խնդիրը, կարող ես այն ձևակերպել։ Հավատացնում եմ, այն ինչ կա մեզ մոտ, դա անթույլատրելի է։ Մենք շաբաթ առաջ հաստատում ենք 2 շաբաթ հետոյի հանդիպում։ Պատկերացնում եք նման մոտեցում եվրոպական ինչ-որ մեծ առաջնությունում։ Նվազագույնը կարելի է գնալ ինչ-որ մի սխեմայով, որ 2 ամսվա գրաֆիկներ լինի։ Օգոստոս-սեպտեմբեր, սեպտեմբեր-հոկտեմբեր, փետրվար-մարտ, ապրիլ-մայիս, գոնե։ Դա նվազագույնը մենք պետք է գոնե 2 ամսվա կտրվածքով ունենանք օրացույցային պլան։ Դա եւս մի էական գործոն, որը ես օրինակ կցանկանայի գալիք մրցաշրջանում մենք նկատի ունենանք, բայց միաժամանակ նաև ասում եմ, ես օրինակ հակված չեմ տեսնել ավելի մեծ առաջնություն, եթե այդ ակումբները չեն կարողանում ապացուցել, որ իրանք գոնե 1 տարվա 1 մրցաշրջանի կտրվածքով խնդիրներ չեն ունենա։ Անկախ նպատակից մենք կայուն ենք այնքան, որ այս ամբողջ մրցաշրջանը սահուն այդ տեսանկյունից կազմակերպչական, ֆինանսական մենք լինելու ենք։ Դա ամենաէական գործոնն է։ Թե ինչ կլինի գալիք ամիսները կբացահայտեն։ Մեր առաջնությունը կլինի 10 թե 12 հավատացնում եմ։ Դա ավելի լավ առաջնության առաջին գրավիչ աստառն է, առաջին էջն է, որը ցանկանում ես տեսնել։ Ավելի շատ ակումբներ, ավելի շատ խաղեր, ավելի խիտ գրաֆիկ կամ չգիտեմ, ավելի հետաքրքիր մրցապայքարներ, նոր անուններ, որովհետև ակումբներն արդեն կարծում եմ նրանց համար էլ է տխուր անընդհատ նույն անունների հետ գնալ, գավաթում նույն անունները։ Եվ այդ տեսանկյունից կրկնում եմ, շատ բան կարող է վերափոխվել, ավելի գեղեցիկ պատկեր ու տեսք ստանալ, ապրանքային։ Բայց ապրանքային տեսքից զատ վստահ եմ, որ ինքներդ եք հասկանում, եթե ինչ-որ մի բան գնում ես, նայում ուզում ես, որ այդ ապրանքային տեսքի մեջ լինի նաև որակ, մրցակցային որակ այս դեպքում։ Հաջողություն մաղթենք մեր ակումբներին, թե Եվրագավաթներում եւ ներքին մրցապայքարներում եւ արդեն սահուն անցնենք նաեւ հայկական ակումբային մրցաշահերից իր նշանակությամբ երկրորդին Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչին, որը գերետաքրքիր պայքարում անցավ եւ ավարտվեց Նոայի հաղթանակով։ Անկախ նրանից, թե ինչ վերջնական տեսք եւ հերթականություն կունենա Fastex Premier League-ան, տիտղոսների տեսանկյունից Նոան այս մրցաշրջանը ավարտում է բարձր նոտայի վրա։ Հայաստանի գավաթի խաղարկության հերթական եզրափակչում նա կարողացավ իր համար արդեն 3-րդ անգամ գավաթը պահել գլխավերևում։ Այս տարի էլ այս մրցաշրջանում էլ եզրափակչում նրա մրցակիցը Ուրարտուն էր։ Ուրարտուն, որը առաջնության շրջանակներում իր ամենակարևոր անմիջական մրցակիցների հետ պայքարում ըստ էության մատնվեց անհաջողության, կարելի ասել, որ ամբողջ ուժով, մտքերով նրանք տեղափոխվեցին գավաթի խաղարկության շրջանակներ, մեկ նպատակ ունենալով սեփական ճանապարհին անպայման հաղթելու Նոային։ Գիտեք, սկսեմ ցավալի մի փաստից։ Գավաթի խաղարկությունը չնայած նրան, որ անվճար էր եւ տոմսերի վաճառք չկար, այդուհանդերձ 14000-անոց հանրապետական ստադիոնը չլցվեց։ Չնայած խաղը ոչ թե արժանի էր, այլ միանշանակ ամենահետաքրքիր դիտարժան հանդիպումներից մեկն էր։ Եթե դու տեսնում ես գլխավոր հիմնական եթերային տրիբունան ամբողջական, ապա գոլերի հետևի հատվածը եթե դատարկ է,
գոնե կընկալես կիսով չափ լեցուն, ավելի շատ չընկալեք սա բաժակը կիսով չափ լցված է թե դատարկ, այդ կոնցեպտը մենք չենք քննարկում։ Այն, որ տեսողական առումով անգամ 4000-5000 երկրպագուն 14000-ով ստադիոնում չի երևում։ Ցավոք սրտի կրկնում եմ իմ համար, նման հանդիպումները պետք է որ ավելի մեծ ուշադրության արժանանան։ Մանավանդ որ շուտով նաև հավաքականի մասշտաբով խաղեր են, իսկ տեխնացուներ կան այս երկու թիմերում էլ, իսկ հանդիպումը կրկնում եմ դիտարժան ընթացք ստացավ, պետք է արդարացիորեն նշենք, որ Ուրարտուն առաջինը գեղեցիկ խաղարկումից հետո Տուգանայինի կարողացավ նաև հաշվի մեջ առաջ անցնել եւս մեկ ֆանտաստիկ պահ ունեին, որը եթե իրացնեին, չգիտես ինչով ամեն ինչ կավարտվեր, բայց նոան նաև իր առանձին խաղացողների եւ առասարակ իր այլ որակների մարշչական հնարամտության, նաև մարշի մեկ խաղին տրամադրվելու այդ որակի շնորհիվ կարողացավ բեկել հանդիպման ընթացքը, Ուրարտուն էլ վերջում մի լավ դուռը շրխկացրեց, պայքար առաջարկեց, վերջին րոպեները շատ լուրջ ճնշման տակ անցան Նոային համար, թվում էր թե կարող է անգամ կամբեքի շունչ ունենալ այդ հանդիպումը, բայց հենց այդ շունչի առկայությունը, այդ գոլերը, բազմաթիվ հետաքրքիր խաղը զարդարեցին Գավաթային այս դիմակայությունը։ Նոային էլ այստեղ ենք մենք շնորհավորում, Եվրագավաթները արդեն միանշանակ նրանց համար ապահոված են այս մրցաշրջանում եւս ինչով կարող եմ ամփոփել ցանկությամբ որ այդուհանդերձ երկրպագուները ավելի ուշադիր եւ ֆուտբոլասեր կգտնվեն եւ չեն անարգի մեր առաջնության հերթական տուրերի հանդիպումները եւ առասարակ պայմանականորեն մեր Գավաթի խաղարկության դիմակայությունները եզրափակիչ արդեն Գավրիկ մրցաշրջանում նմանատիպ մեկ այլ խաղի մասին մենք խոսել ենք էլի երկու թիվ 1 ակումբների միջև սուպերգավաթային, եթե դիմակայությունը քննարկենք Արարատ Արմենիայի եւ Նոայի, այս թեման նույնպես մենք արծարծել ենք։ Թերևս հայկական ֆուտբոլի մասին այսքանը ավարտենք լավ նոտայի վրա, լավ նոտան էլ ցանկությունն էր, որպեսզի մեր առաջնության եւ հանդիպումների նկատմամբ հետաքրքրությունը մարդկանց մոտ մեծանա եւ նրանք գնան ստադիոն վայելելու հետաքրքիր դիմակայությունները։ Այս նոտայի վրա էլ մենք էջը թերթում ենք, գնում ենք եվրոպական ակումբային մրցաշարեր եւ արդեն եվրոպական առանձին թոփ առաջնությունների ներքին գզվռտոցը հասկանանք այնտեղ ինչ ընթացք է ստացել։ Սկսում ենք Իտալիայի առաջնությունից։ Ինչու, որովհետեւ Սերիա A-ն թևակողում է ամենայն վճռական հատվածը, երբ վերջնական տեսք ամեն ինչ կստանա, չնայած շատ բաների գլխավոր հարցերի պատասխաններ արդեն կան։ Դե ով է չեմպիոնը, մենք արդեն բոլորս էլ գիտենք, Ինտերը։ Ինտերին այդ առիթով մենք արդեն շնորհավորել ենք Հենրիխ Մխիթարյանն առանձին։ Հայտնի են նաև այն երկու անհաջողակները, որոնք որ լքելու են պայքարը, Պիզան եւ Վերոնան։ Վերջից երրորդ հորիզոնականի համար շատ լուրջ պայքար է ընթանալու Կրեմոնեզեի եւ Լեչեի միջև։ Կրեմոնեզեի շանսերը մի փոքր ավելի քիչ են, քանի որ վերջին տուրում չնայած սեփական արկի տակ, բայց նրանք առաջատարներից մեկին Կոմոին են ընդունելու։ Ջեյմի Վարդին, ով շուտով կարող եք նաեւ ըմբոշխնել Netflix-ում նրա մասին պատմող հերթական վավերագրական ֆիլմը կարողացավ հաղթանակ պարգևել համեստ Կրեմոնեզեին, երկրորդը իդեպ անընդմեջ, այս անգամ Ուդինեզեի նկատմամբ, Ուդինեզեի հարկի տակ, իսկ ահա Լեչեն վերջին տուրի խաղում ընդունելու է ավելի համեստ Ջենոային, քան նույն Կրեմոնեզեի համար Կոմոն է։ Ինչ ունենք վերնամասում, Նապոլին երկրորդ տեղում է, Միլանն ու Ռոման հաստատվում են լավագույն քառյակում, խայտարակ տեսք ունի Յուվենտուսը, որը սեփական արկի տակ պարտվեց Ֆիորենտինային, ավելի փոքրացնելով շանսերը Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելու, իսկ նույն ընթացքում Կոմոն, որը էլիտար ակումբի այսպես աստառով է սկսում ինքը իրեն պատել, Սեսկ Ֆաբրեգասի գլխավորությամբ շարժում է առաջ եւ ցանկանում է եւ կարծում եմ արդարացիորեն կարող է հավակնել լինելու այդ լավագույնների շարքում։ Նրանք երկու միավոր պակաս ունեն, քան նույն Միլանն ու Ռոման, այնպես որ վերջին հատվածին պետք է ուշով հետևել, մանավանդ որ նրանց համար այդ տեսանկյունից շատ ավելի համեստ մրցակից է սպասում եւ մրցակիցը նույնն է Կրեմոնեզեն։ Հիմա Իտալիայի առաջնությունը թերևս ճիշտ կլինի քննարկել մեկ այլ պրիզմայով, խոսքը Հենրիխ Մխիթարյանի ֆակտորի մասին է։ Հենրիխը հրապարակեց շատ ազդեցիկ լուսանկար կնոջ մայրիկի հետ, նշեց այդ նկարում այս մրցաշրջանի կարևորությունը,
նրա առջև էին երկու գավաթներ, Իտալիայի Ասերիա, ինչպես նաև Իտալիայի գավաթի խաղարկությունում հաղթանակը։ Երևի ճիշտ կլինի նաև այստեղ մի փոքր խոսել Լացիոյի որպես գլխավոր անհաջողակի մասին, նրանք դուրս եկան եզրափակիչ, մի քանի օրվա տարբերությամբ երկու անգամ հանդիպեցին Ինտերի հետ եւ երկու խաղում էլ երևաց, որ Լացիոն իրենից իրեք ոչինչ չի ներկայացնում, պայմանականորեն այստեղ այնպես էր համընկել, որ Հռոմում էր հանդիպումը, կարճ ասած նրանք ոչինչով աչքի չընկան, եւս մեկ անգամ ապացուցեցին, որ նախագահ Լոտիտոյի եւ երկրպագուների միջև արկա առճակատումը տարածվում է ամենքի եւ բոլորի վրա, ամեն ինչի վրա, հազարավոր ֆուտբոլային, ոչ ֆուտբոլային գործոններ կան, որոնք որ իրական շունչ են ստացել, ազդեցիկ շունչ են ստացել եւ փլուզում են այն ամենը, ինչ կա, Pedron է շուտով հեռանալու, չգիտենք, Սարի ճակատագիրը ինչ է լինելու եւ առասարակ ուր է գնալու այս ակումբը։ Հռոմեական դերբին այս 37-րդ տուրին, որ բաժին անցավ, խաղի սկզբնամասը անցնում էր Լացիոյի նշանակալի առավելությամբ, բայց հետո արդեն Ռոման կարողացավ մեկը մյուսի հետևից պատժել լացիալներին, արդյունքում Հռոմը այս անգամ կրկին վարվեց Ռոմայի գույներով։ Ռոմայի համար էլ դա կրկնում եմ Չեմպիոնների լիգայի տեսանկյունից էական նշանակություն ունեցող դիմակայություն էր, ուր է Ռոման, ուր է այս պահին Լացիոն։ Մենք առասարակ այլ ձևակերպումներով կխոսեինք Լացիոյի մասին, եթե գոնե նրանք կարողանային տիտղոս նվաճել մասնավորապես նույն գավաթի խաղարկությունում, բայց ինչպես ասացի, այնտեղ նրանք գլխավոր անհաջողակի դերում էին նա։ Հենրիխ Մխիթարյանի պահով նախորդ եթերում մենք բավական ծավալուն խոսեցինք, որ նա վերածվել է այն դեսպանի, որը հայկական ֆուտբոլը ներկայացնում է Եվրոպայում։ Եվ այդ դեսպանի վերանշանակման մասին որոշում մենք այս պահին չունենք։ Ներքին խոհանոցային զրույցները, առանձին ինսայդերների հաղորդումներ գոնե այս պահին ավելի շատ ենթադրություն են ապահովում այն կտրվածքով, որ երևի թե սա կարող է լինել վերջինը։ Հենրիխի համար այդ երկու տեսանկյունից էլ մնալ թե գնալու տեսանկյունից էլ ընկալելի որոշում է, հասկանում եք, ֆանտաստիկ մրցաշրջան, ոսկե դուբլ, ինչպես ասում են, ֆիլմի անունից էլ անկախ առասարակ ընդունված է գավաթն ու առաջնությունում հաղթանակը ոսկե դուբլ որակել, նման կերպ ավարտել իհարկե բոլորը կցանկանան, բայց հայկական ֆուտբոլի երկրպագուն էլ ինքը նաև Հենրիխը կարծում եմ, որ այն տարիքում է, որը թույլ է տալիս մեկ մրցաշրջան էլ նայել առաջ այդ մակարդակում, մանավանդ խաղում, որտեղ որ դու ճանաչում ես man of the match, մարդը, որը վերջին խաղերին նաև գոլեր է խփում, իսկ նա վաղուց նման գոլառատ շրջան չէր ունեցել, այս մրցաշրջանում սա կարծես թե վերջին հանդիպումների նրա գնդակներն էլ գումարած 4-րդ գոլն էր նրա համար, հոբելյանական հանդիպում անցկացրեց իր կարիերայում, կարճ ասած ամեն ինչ համատեղվեց, միատեղվեց մեկ հանդիպման շրջանակում, մեկ մրցաշրջանի շրջանակում եւ երկու որոշումներն էլ կարելի է հարգել։ Թե որոշումը լինի հոգուտ նրա, որ նա լքում է Ինտերը, թե եթե նա որոշի այդուհանդերձ մեկ մրցաշրջան եւս շարունակել։ Նա Ինտերի հետ երկու անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի գավաթի եզրափակիչ, ցավոք սրտի երկու դեպքում էլ նա պարտվեց իր ակումբի հետ։ Ամեն դեպքում միանշանակ կարելի է Ինտերի ժամանակաշրջանը նրա համար առավել քան ստացված որակել։ Այսքանը իտալական առաջացան մասին եթե խոսենք, ժամանակն է Իտալիայից տեղափոխվելու Իսպանիա։ Իսպանիայում էլ հերթական տուրը դարձավ հրաժեշտների տուր, 37-րդ տուրը հրաժեշտով պսակվեց թե Անտուան Գրիզմանի համար, որը վաղուց էր հայտարարել, որ այսքանով վերջ, ամեն ասուլիս, հատկապես Չեմպիոնների լիգայում Դիեգո Սիմեոնեի եւ Անտուան Գրիզմանի մասնակցությամբ դարձել էին տենց հարգանքի տուրքի մատուցման ինչ-որ մի հետաքրքիր հանդիպումներ լրագրողների հետ, ֆուտբոլասերի հետ, մարտադաշտում հավաքվածների համար եւ հենց իրենց գլխավոր դերակատարների համար եւ ամեն ինչ հասավ նրան հենց այն կետին, երբ սեփական արկիտակը վերջին հանդիպման ընթառաջ եւ դրանից հետո ամեն ինչ վերածվեց արդեն իրական վերջին խոսքի
եւ Կարապի երգի։ Շատ կարեւոր է Ատլետիկո Մադրիդի համար, որ մրցաշարային տեսանկյունից նաեւ նրանք կարողացան հաղթանակ տոնել 1-0 հաշվով Ժիրոնայի նկատմամբ եւ վերջում արդեն ընտանիքին, իր աղջիկներին, կնոջը բոլորով միասին նայեցին այդ անցած հսկայական եւ գերֆուտբոլային ժամանակաշրջանի ամենաազդեցիկ կադրերը անգամ առանց գավաթների ու տիտղոսների այդուհանդերձ Անտուան Գրիզմանը ինքը նաեւ խոստովանեց, որ կատարած մեծագույն սխալներից մեկն էր հեռանալը Ատլետիկո Մադրիդից, գնալ Բարսելոնա տիտղոսների հետևից, հետո նա հասկացավ, մեկնաբանեց այդ ամենը սեփական որոշմամբ եւ հասկանալով, որ երկրպագուների ջերմությունն ու սերը ամենակարևորն է եւ անդին մրցանակներից եւ տիտղոսներից ավելի էական ու կարևոր։ Նա վերադարձավ Ատլետիկո այդ սիրո համար, երկրպագուների հարգանքի համար եւ դա նա ստացավ։ Դե ինչ կարելի է միայն եւ միայն ողջունել եւ նրան մեծ ֆուտբոլիստի համար արժանի խաղացած ու իրեն արժանի պահած առասարակ պատվի է արժանի Անտուան Գրիզմանը, նրան բոլորը ձոնել են շատ ջերմ խոսքեր, այդ թվում եւ Տիերի Անրին վերջերս, եթե չեմ սխալում, Չեմպիոնների լիգայի շրջանակներում հերթական ուղիղ միացումներից մեկի ժամանակ, որտեղ որ էքսպերտային որպես էքսպերտ է աշխատում, բայց Տիերի Անրին ֆուտբոլում հսկայական գործ ունի արած, նաեւ նա իր խոսքը այդ կողմ թեքեց եւ պարգևեց Գրիզմանին բավական ջերմ խոսքեր անկախ թեմատիկայից, նա ասաց, թե ինչ հսկայական ներդրում ունի ոչ միայն ֆրանսիական ֆուտբոլում, այլ նաեւ համաշխարհային ֆուտբոլում եւ Անտուանի համար էլ գերազդեցիկ էր այդ ամենը լսել հենց իր նախկին թիմակցի հավաքականում եւ ել ավելի մեծ ֆուտբոլիստի Թիերի Անրիի շուրթերից։ Եվս մեկ հրաժեշտ էլ արդեն բաժին ասավ Կատալոնիայի մայրաքաղաքին Ռոբերտ Լևանդովսկին ավակի թև կապով վերջին անգամ սեփական երկրպագուների արչև դուրս եկավ, այստեղ էլ ջերմ խոսքեր, ազդեցիկ կադրեր, կարճ ասած, այս առաջությունն էլ Բետիսի նկատմամբ տոնեցին հաղթանակ 3-1 հաշվով եւ Իսպանիայի այս տուրը 37-րդ տուրը դարձավ վերածվեց հրաժեշտի տուրի։ Իսկ ահա անհույս վատ հանդերձարանային միջավայր ունեցող Մադրիդի Ռեալը ել ավելի լուրջ ճգնաժամ ապրող Սևիլիայի դաշտում կարողացավ նվազագույն հաշվով պարտության մատնել։ Վերջնամասը, միջնամասը այստեղ էական փոփոխություններ չի կրել, թերևս միակ էական եւ գերկարևոր հանդիպումը, որը գալիք տուրի ընթացքում պետք է դիտել, չեք հավատա, բայց Ժիրոնա Էլչե դիմակայությունն է։ Ժիրոնան սեփական արկի տակ ընդունելու է Էլչեին, Ժիրոնան 18-րդն է 40 միավորով եւ Էլչեն 17-րդն է 42 միավորով։ Ժիրոնան եթե ցանկանում է Լա լիգայում իր տեղը պահել, պետք է կռվի մինչեւ վերջ ու պարտության մատնի Էլչեին։ Չեք պատկերացնի, բայց այո, 38-րդ տուրի ամենակենտրոնական դիմակայությունը իսպանական ֆուտբոլում դա հենց Ժիրոնա Էլչե հանդիպումն է։ Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրը արդեն շատ հարցերի պատասխաններ ինքնաբերաբար տվեց, քանի որ երկու առաջատարների միջև եւ տեխնացուի միջև հանդիպում տեղի ունեցավ PSG-ի եւ Լանսի, PSG-ն հաղթանակ տոնեց։ Հետո արդեն հաջորդեց Փարիզյան դերբիում ընդունեցին Փարիզյան մեկ այլ ակումբի, որը կոչվում է Փարիզ, ստադիոններն էլ կողքի են գտնվում եւ Փարիզի Grand ակումբի PSG-ի ստադիոնի հարևանությամբ պարտության մատնեց Փարիզի եկեք ընդունեք առաջին թիմին PSG-ին։ Այստեղ ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, ավելի շատ այս իրադարձությունները վերաբերում են մրցաշարային աղյուսակի ստորին հորիզոնականներում գտնվող ակումբներին եւ մանավանդ լեգենդար, կարելի ասել լեգենդար Նանտի մասին մենք պետք է խոսենք, նրանք արդեն մի քանի տուր առաջ հայտնի դարձավ, որ միանշանակ է նրանք լքում են պայքարը։ Վահիդ Հալիլհոջիչի գլխավորած բոսնիացի մասնագետի գլխավորած թիմը իհարկե պայքար մղում էր, եկեք արդարացի գտնվենք, բայց ինչ որ մի փուլից սկսած ամեն ինչ գնաց դեպի նահանջ եւ այդ արդյունքները որպես հետևանք ապահովեցին, որ
երկրպագուները գազազեն մտնեն դաշտ հերթական տուրի 34-րդ տուրի հանդիպումը Նանտի եւ Թուլուզի միջև չավարտվեց հանդերձարան ուղարկեցին ֆուտբոլիստներին, քանի որ մեղմ ասած ապահով չէր թե թուլուսցիների համար եւ թե հատկապես Նանտի համար, Նանտի ֆուտբոլիստների, հանդերձարանում գտնվողների անգամ եւ փոխանցողների նստարանին գտնվող ֆուտբոլիստների համար ապահով տեղ ու տարածք քառակուսի մետր չկար։ Երկրպագուները մտան դաշտ եւ Նանտի լեգենդ 80-ականների բոսնիական ֆուտբոլի լեգենդներից, յուգոսլավական ֆուտբոլի լեգենդներից մեկը Հալիլ Հոջիչը սեփական մարմնով փորձում էր երկրպագուներին բացատրել, որ գրողը տանի սա այն չէ, ինչի համար ես եկել եմ այստեղ։ Ես եկել եմ այս թիմին փրկելու, ժամանակին ես այնպիսի պատմություն եմ ապահովել, որ գոնե ինձ հարգեք, տղաներին ձեռք մի տվեք, բայց բոլորին էլ մի լավ հասավ, ինչպես ասում են, թվում է թե տեխնիկական պարտություն կգրանցեն Նանտին, իսկ նա իր պայքարը Լիգա 2-ում կշարունակի, կսկսի եւ կշարունակի հաջողությամբ թե անհաջողությամբ դա արդեն գալիք մրցաշրջանը ցույց կտա, բայց այն որ նույն Ֆրանսիայի առաջնությունում, Ֆրանսիական top երկրի top առաջնությունում էլ ամեն ինչ չէ որ հարթ է ընթանում, դա ապացուցում է նաև Մարսելը, որը որ կարծես թե իր ամբողջ կազմը հանել է վաճառքի, ունի հազարավոր խնդիրներ, հատկապես դրանցից ամենամեծերը ֆինանսական են, իր ամբողջ կազմը պատրաստ է վաճառել, երևի թե դուբլի եւ սեփական ակադեմիայի սաներով վերսկսել առաջնությունը մրցաշրջանը, ինչ որ մի կերպ ազատ գործակալներ գտնել, այդ կարգավիճակով ֆուտբոլիստներ իհարկե, փորձել համալրել, հարստացնել կազմը եւ մեծ հաշվով օրինակ եկող մրցաշրջանը այս նույն երկրպագուական պայքարը արդեն կարող ենք տեսնել Մարսելի փողոցներում ու ստադիոնում, ճիշտ հասկացեք, Մարսելը այն ակումբն է, որը ֆանտաստիկ պատմություն ունի եւ Ֆրանսիայում արդարացի պետք է գտնվենք, գոնե վերջին տասնամյակներում իրական մրցակցություն կարող էր փարիսցիներին ապահովել հենց Մարսելը, սակայն մի շարք այլ ակումբներ, Լիոնը, Լիլը, Լանսը, չնայած ուժեղանալու այդ միտումների, նույն Մոնակոն, այդուհանդերձ այդ աստիճան չեն կարողանում գտնվել, ֆինանսական կայունություն, ֆուտբոլիստներ, որոնք որ ցանկանում են իրենց կարիերան եւ պատկերացումներ ապագայի մասին կապել այդ ակումբների հետ, նրանցից եւ ոչ մեկը այդ ստաբիլությունը չունի։ Ինձ թվում էր, որ ավանդույթների տեսանկյունից Մարսելը կարող է ունենալ, բայց ահա տեսնում եք, Մարսելն էլ եկող մրցաշրջանում հավատացնում եմ մրցակից չի կարող լինել PSG-ի համար, PSG-ի, որը որ Չեմպիոնս լիգայի եզրափակիչում է երկրորդ տարին։ Ֆրանսիայից պետք է սահուն գնալ մեկ երկիր, իսկ հարևանությամբ միակը ֆուտբոլային առումով, որը համարժեք է դեռ ավելին, ըստ իս ավելի հետաքրքիր, դա գերմանական Բունդեսլիգան է։ Այս ընթացքում ավարտվեց գերմանական Բունդեսլիգան։ 34-րդ տուրը շատ կարևոր էր, երևի թե բոլորի համար, բայց էլ ավելի կարևոր էր Բերլինյան մայրաքաղաքը ներկայացնող ակումբներից Ունիոնի համար, դե Հերտան արդեն այնտեղ երկրորդ Բունդեսլիգայում տառապում է, տանջվում է, բայց շատ ավելի համեստ Ունիոնը, ով այս մրցաշրջանի վերջնամասը անստաբիլ անցկացրեց եւ ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Մարիա Էտային կին մասնագետի առաջին անգամ top լիգան ներկայացնող մեկի բավական լուրջ ակումբի եւ Ունիոնը սեփական արկի տակ 4-0 հաշվով հաղթեց Աուգսբուրգին։ Առաջին երկու խաղերը, երբ ես նայեցի Էտայի գլխավորած թիմի Ունիոնի ճիշտն ասած մի փոքր կասկածամիտ էի, որ այս թիմի մոտ ինչ-որ մի բան կստացվի, բայց պետք է խոստովանել, որ վերջնամասը նրանք բավական լավ անցկացրին, նախ եւ առաջ Քյոլնի հետ 2-2 խաղացին, հետո արդեն հաղթեցին մրցակցի հարկի տակ Մայնցին 1-3 հաշվով եւ արդեն առաջնությունը ել ավելի բարձր նոտայի վրա շրխկացնում են 4-0։ Ինչ ունենք գերմանական Բունդեսլիգայում, Հայդենհայմը եւ Սանկտ Պաուլին լքում են պայքարը, համապատասխանաբար նախավերջին եւ վերջին տեղերով, դե չեմպիոնին արդեն վաղուց գիտենք, Դորտմունդն էլ վերջին տուրում հաղթանակ տողնեց, ապահովեց իր տեղը երկրորդ հորիզոնականում, Լայպցիգը երրորդն է, Շտուտգարտը չորրորդը, սա այն թմերն են, որոնք որ դե չեմպիոն գիտեք չէ, Բավարիանը այս 4 թմերը կլինեն Չեմպիոնս լիգայի գալիք խաղարկությունում Հոֆենհայմը եւ Բայերնն էլ համապատասխանաբար Եվրոպա լիգայում կներկայացնեն Գերմանիայի դրոշի գույները։ Գերմանիայից սահուն անցում արդեն Անգլիայի առաջնության եւ top լիգաների մասին մեր խոսքը երևի թե ավելի ճիշտ կլինի հենց ամենաուժեղ առաջնությամբ ավարտենք։
Պետք է խոստովանեմ, որ այս Անգլիայի առաջնության մասին եթե խոսում ենք, պետք է խոստովանեմ, որ կար մի ակումբ, ում նկատմամբ ես շատ կասկածամիտ էի։ Առաջնությունը չէր մեկնարկել, ես միտք կանխատեսում արեցի, հնարավոր է այդ մասին նաև այստեղ եմ խոսել, որ Manchester United-ը էլ ավելի ծանր մրցաշրջան է ունենալու։ Թվում է թե հենց սկզբում այդպես էլ ամեն ինչ ընթանում էր, նրանք 10-րդ եւ ավելի ցածր հորիզոնականներում էին ինչ որ տառապում դիմանում, բայց մրցաշրջանի ընթացքում նրանք կարողացան իրենց խաղը վեր գտնել, այս 37-րդ տուրն էլ արդեն ապացուցեց, որ նրանք կամային որակներ ունեցող շատ լավ թիմ են եւ կարիքը, որը կարողացավ երևի թե Manchester United-ին բացատրել, որ գրողը տանի դուք գիտեք ինչ բրենդ եք ֆուտբոլային աշխարհում, կրկնում եմ, պետք է խոստովանեմ, որ Manchester United-ի առումով ես իրապես սխալվել եմ։ Դա ցանկանում եմ հատուկ ընդգծել։ Եվ եթե խոսում ենք Անգլիայի առաջնության մասին, պետք է ասենք, որ դեռևս չեմպիոնը հայտնի չէ։ Արսենալը մեծ շանսեր ունի Բարնլիի հետ խաղալու եւ ախտողի հավակնորդներից մեկն էլ շարունակում է մնալ Manchester City-ին Բարնլիի հետ հանդիպումը այս պայծրությամբ, երբ մենք այս եթերը ձայնագրում ենք, դեռևս չի կայացել, այդ խաղից շատ բան է կախված, Բարնլին իր հերթին հիշեցնեմ, որ ոչինչի համար չի պայքարում, նախավերջին տեղում է անհույս եւ լքելու է պայքարը։ Վերջապես Տոտենհեմի եւ Վեսթ Հեմի մասին պետք է խոսենք, Տոտենհեմը իր ձեռքից շատ լավ շանս բաց թողեց, հիմա իհարկե առավելություն ունի երկու միավորի, 17-րդ հորիզոնականում է լեգենդար ակումբը, այդուհանդերձ պետք է նշեմ, անգլիական ֆուտբոլի համար լեգենդար ակումբը, որքան էլ որ միշտ նա ասոցացվում է անհաջողությունների, հիմարությունների, սխալ որոշումների հետ, բայց Տոտենհեմը 2 տարի անընդմեջ չի կարող հանդուրժել նման բան եւ գտնվել 17-րդ հորիզոնականում, այն էլ վերջին տուրում հիմա այնպիսի իրավիճակ, եթե նախորդ տարի նրանք գիտեին, որ հավակնում են 16-17-րդ տեղերին եւ ունեն միավորների պաշար, որը թույլ է տալիս իրենց ապահով զգալ, ապա այս տարի նրանք ուղղակիորեն կյանքի եւ մահվան պայքար են մղում իրենց համակարգացիների Վեսթ Հեմի հետ, մի պահ անգամ նրանք 18-րդն էին եւ հրաշքով ինչ որ կարողացան այդ քերել մի քանի միավորները, իսկ այստեղ վերջին տուրում հաղթանակի եւ նվաճած եւս մեկ միավորի հնարավորությունը թույլ կտա նրանց պարզապես հանգիստ շունչ քաշել, նրանց սպասում է մեկ այլ հանդիպում էլ ավելի անհաջողակ Չելսիի հետ, Չելսին էլ իր հերթին գավաթային իր երազափակիչը պարտվեց, գլխավոր անհաջողակներից մեկը նրանք են նաև եւ հետո արդեն Էվերտոնը մայիսի 24-ին, կարճ ասած Վեսթ Հեմի եւ Տոտենհեմի հանդիպումները առանձնահատուկ ուշադրության տակ պահեք, քանի որ դրանք էական Անգլիայի առաջնության տեսանկյունից էական շատ էական հարցերի պատասխաններ են պարունակում։ Դերևս այսքանը այս շաբաթվա համար, հուսամ, որ այն առանձնահատուկ հետաքրքիր իրադարձություններով կարողացա ձեզ մատուցել, ասեմ, որ մենք մայիս ամսվա ընթացքում դերևս եթերներ ունենալու ենք, ամփոփելու ենք նաև Fastex Premier League-ի առաջնությունը, չէ որ մեր առաջնությունն էլ շատ հետաքրքիր վերջնամաս է ունենալու, կա հետաձգված հանդիպում մրցանակային տեղերի եւ չեմպիոնության թեկնածուների միջև, Փյունիկի եւ Նոայի միջև հետաձգված հանդիպում կա, սակայն ամեն ինչ մնում է Արարատ Արմենիայի ձեռքում, եթե նրանք պարտության են մատնում ամսի 27-ին Գանձասարին հռչակվում են չեմպիոն, հանդիպումն էլ նախատեսված է Աբովյանի քաղաքային ստադիոնում, այդ ամենը արդեն գալիք շաբաթների ընթացքում, մնացեք Boom TV-ի եթերում։